շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, ապրում ենք այսպես ասող շաբաթը եւ այսպես ազգային ժողովում մենք տեսանք Նիկոլ Փաշինյանի իշխայտարակ բառապաշարով 1000 անգամ ներողություն, ուղղակի այդ Բոսյակ, էլ չգիտեմ ինչ բառապաշարով խոսում էր Բեհապարի հասցեի, սա ինչի դրսևորում է, այս որ իրենք սկսել են հարձակումը, նաեւ իրենց մասում է կեղծ տեսանյութերի տարածումը, բացի այդ նաեւ Ալեն Սիմոնյանն էր ասում, թե Բեհապարը չհասցնի նրան, որ դուրս գալու ու պատուհան չունենա, այս հայտարարությունը ինչի դրսևորում է եւ վստահ դուք տեսաք նաեւ Հովանավանքում ինչ դեր ունեցան եւ ինչ է սպասում վաղը։ Այլևս այդ Ծոպա Ասատրյանը, որին կարգալույց է արել Մայրաթորը, տեսնում ենք ինչպես է, օրինակ Ռոբերտ Մարգարյանն ասում է դադիվայքի նման ըստ էության ժամանակավորապես օկուպացված է Հովանավանքը եւ պետք չէ տրվել սադրանքներին, խնդրեմ։ Շնորհակալ եմ Մարիամ ջան հրավերի համար, այո, ցավոք սրտի շաբաթվա ընթացքում բազում բոլոր կարմիր գծերից դուրս եկող բաների ականատեսը եղան կրկին, ինչի համար մեծ ցավ եմ ապրում եւ պետք է անդրադառնալ բոլորին։ Սակայն եկեք ձեր թույլտվությամբ սկսեմ մի այլ հարցից, դա նոր երևույթ է, որը Հայաստանում վերջի մեկ ամսվա ընթացքում տարածվել է, դա փաստաբանների ձերբակալումն եւ կալանավորումն է։ Ընդ որում առաջինը Փաստորեն Կոչուբաևն էր, երկրորդը Գյումրիի փաստաբանը, մեր ձևով շարժման համակարգողը Գյումրի, երկու դեպքում էլ ակնհայտ քաղաքական մոտեցում, ակնհայտ է, այսինքն Կոչուբաևի դեպքում Facebook-յան մի գրառման համար փաստաբանին կալանքի են տանում, իսկ Գյումրիում փաստաբանին, որը փորձում էր կենթանի վահան հանդիսանալ ժողովրդի եւ ոստիկանության միջև, դրա համար են տանում։ Սա իհարկե պետք է հասկանալ, որ ոչ այնքան անձնապես է պայմանավորված, այլ պայմանավորված է հենց բոլոր փաստաբաններին վախի մթնոլորտի մեջ պահելու։ Կասկած չունեմ, որ փաստաբանների գերակշիռ մասը վախեցողը չէ, կասկած չունեմ, որ կշարունակեն կատարել իրենց պարտականությունները, սակայն ցավով նաև պետք է նշեմ, որ Նիկոլի դարում փաստաբանությունը քիչ-քիչ կորցնում է իր արդիականությունը։ Այսինքն ինչի համար ունենաս փաստաբան, եթե մեկը դատավորը վերջում դակում է այն, ինչ SMS-ով իրան գրում է Նիկոլը։ Բայց իհարկե շնորհակալ եմ փաստաբաններին, որոնք կարողանում են այս ծանրագույն իրավիճակում շարունակել իրենց աշխատանքը եւ նաեւ մեր հասարակությունը պետք է հասկանա, որ փաստորեն այս իշխանությունը հայտարարել է բացեի բաց պատերազմ Հայաստանում գրեթե բոլոր շերտերի եւ մասնագիտական շերտերի նկատմամբ։ Դրա մի այլ դրսևորում է իհարկե հայ առաքելական եկեղեցու դեմ այս խունտայի հայտարարած պատերազմը։ Այս պատերազմը ոչ թե կոնկրետ անձի նկատմամբ է, ինչպես Նիկոլը սկզբում ասում էր, այլ սա կոնկրետ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հարձակում է։ Այդ հարձակումը ոչ միայն եկեղեցին է, եկեղեցին քանդելու իմաստ ունի, այլ նաև հային որպես տեսակ վերացնելու։ Եվ եթե շատ կարճ խորանանք, թե ինչ է իրականում կատարվում, ապա կգանք շատ պարզ եզրակացության, որ Նիկոլը շարունակում է քանդել հայ ժողովրդի բոլոր արմատները։ Իր կողմից հռչակված 4-րդ հանրապետությունը, դա ոչ թե 4-րդ հանրապետություն է, այլ Թուրքիայի յետակայության տակ գտնվող հայկական վիլա է այդ 4-րդ հանրապետություն, որպես այդպիսին չի լինելու։ Բայց խնդիր է դրված ամբողջությամբ վերացնել 3-րդը։ 3-րդ հանրապետության հիմքն է մի քանի շատ կարևոր բաղադրիչներ։ Դա իհարկե մեր հայ առաքելական եկեղեցին է, որը հիմքն է հայկական բոլոր պետությունների եւ հայ ժողովրդի, դա իհարկե Արցախյան հաղթանակներ, դա իհարկե ազատ եւ անկախ Արցախի հանրապետությունն էր եւ դա իհարկե անկախության հռչակագիրն էր։ Հիմա եթե մենք տեսնենք, թե այդ հիմքերից 3-րդ հանրապետության ինչ է մնացել է ցավով պետք է նշենք միայն հայ առաքելական եկեղեցին, որն էլ այս խունտան ջանասիրաբար փորձում է ամեն կերպ ոչնչացնել։ Ստահոդ լուրեր տարածելով, այս բանսարկություններով, կալանավորելով
3 սրբազան, սա խայտառակություն է, ժողովուրդ, մենք հանգիստ դրա մասին խոսում ենք, բայց համոզված եմ յուրաքանչյուրը առավոտը արտանալուց երևի չեք հավատում, էլի նրան ինչ է կարդում, թե ինչ է կատարվի գիշերվա ընթացքում կամ նախորդ օրը։ Սա խայտառակություն է, այսօր մենք ապրում ենք մի երկրում, որտեղ 3 սրբազան կալանավորված է, որտեղ 40-ից ավել քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձինք կան, 40-ից ավել արդեն։ Նման բան աշխարհի երկրներում ման կան կարող չգտնենք։ Նիկոլը ամեն ինչով փորձում է համահավասարեցվել Ալիևին, ամեն ինչով, Աննան Ալիևի կանգան, Նիկոլը Ալիևին։ Այդպիսի տպավորություն ոնց որ երկուսով ուսումնասիրում են Ալիևը եւ Կիմը ինչ են անում, նույնը ստեղ են անում, նույնը առանց որևէ բացառության։ Բազմիցս ասել եմ, նորից եմ ասում, պատկերացրեք մի բան, որ 2018 թվականին Հայաստանի վարչապետ ընտրվեր Ալիևը։ Հենց ինքը։ Ձեզ ոնց է թվում Հայաստանը հիմա ավելի վատ վիճակում կլներ, թե ավելի լավ։ Ինձ թվում է ավելի լավ։ Որտեւ ինչ սրանք անում են, իսկի թուրքա հայի հանդեպ կարող է չաներ այս վիճակում։ Ինչով է տարբերվում 1915-ի ցեղասպանությունը նրանից ինչ անում է Նիկոլը այս ազգի նկատմամբ, այս ժողովրդի նկատմամբ։ 5000-ից ավել մարդ ուղարկում ես պատերազմի, որում ի սկզբանե պարզ էր, որ պարտվելու ես, որովհետև դրան էր գնում, պատրաստում էր ժողովրդին պարտության։ Բոլոր նորմալ գեներալներին գործից հանել էր, բոլոր հաղթանակի սիմվոլների վրա քրեական գործեր էր բացել։ Կազմաքանդել էր բանակ ու շարունակում ես մինչև այսօր կազմաքանդել։ Կազմաքանդելուց էլ ասում ես արդիականացնում եմ։ Հիմա ինչ տեղի են ունենում Հովանավանքում, սա եւս մի խայտառակ բան է։ Ի վերջո եկեք հասկանանք, անկախ ձեր վերաբերմունքից, հարգելի հայրենակիցներ, այս կամ այն հոգևորականի հանդեպ, անկախ այդ վերաբերմունքից, եկեղեցին փակ կուր կառույց է, որն ունի իր տեսերը, իր օրենքները եւ իր արարողակարգերը։ Հիմա այդ արարողակարգերի համաձայն Հովանավանքի Սուրբ Հայրը կարգալույց է արվել։ Դա եկեղեցու որոշումն է, որի վրա որևէ մեկս չեն կարող ազդել եւ իրավունք չունենք ազդելու, որովհետեւ եկեղեցին այդպես է կառուցված։ Հիմա այդ մարդը Ստյոպա Ացատրյանը, չնայած արդեն Ստյոպա Սաֆարյան կարելի է իրան ասել, հայտարարում ասում է, ես չեմ ընդունում, որ ինձ կարգալույց են արել, ես պատարակ եմ մատուցելու։ Սա հանցագործության մասին հաղորդում է։ Եվ այդ հայտարարությունից անմիջապես հետո այդ մարդուն պետք է կանչեին համապատասխան իրավական մարմինները, հարցաքննեին եւ ստիպեին, որ նա ազատե տարածքը եկեղեցու, որտեղ այդ տարածքը պատկանում է հայ առաքելական եկեղեցուն։ Բայց այլուտես մարդը ասում է չեմ գնում։ Եթե իրական կյանքի հետ օրինակ բերենք, ոնց որ Նիկոլը վաղը հրաման ստորագրի, որ շրջակա միջավայրի փոխնախարարին գործից ազատում, հա, այդ շրջակա միջավայրի փոխնախարարը մյուս օրը գա գործի, ասում ճանաչում թե չի ազատե, ինքը չի կարող ինձ ազատի, ես մնում եմ եւ աշխատում եմ։ Բա կարա տենց լինի, իհարկե չի կարող։ Նույնը այստեղ է։ Եվ հայ առաքելական եկեղեցին 3 հայտարարություն է տարածել։ Հորդորելով պատկան մարմիններին քայլեր ձեռնարկել, որպեսզի եկեղեցու տարածքը զավթիչից ազատվի։ Զավթիչ այս դեպքում Ստյոպան է։ Սա շատ պարզ է։ Հիմա փոխանակ իրավապահ համակարգի տարբեր մարմինները անեին այն, ինչ պետք է անեն, ինչ են անում իրանք Կիրակի օրը առավոտի 9-ին Արագածոտնի մարզի բոլոր այն քահանաներին, որոնք կարող էին Հովանավանքում պատարակ մատուցել, կանչում են արձակնության։ Վաղը ժամը 9-ին իրենց կանչել են արձակնության, որպեսզի ազատեն այդ եկեղեցին Նիկոլի եւ Ստյոպայի համար։ Այս անում իրավական համակարգը։ Շատ պարզ է, չէ՞, ինչ է կատարվում։ Գնում է եկեղեցու զավթման process։ Եկեղեցուց մաս ինչ-որ բաներ պոկելու process։ Քաղաքագիտության մեջ սա կոչվում է սալամիի տեսություն։ Երբ որ սալամիի պես այսպես կտրելով քիչ-քիչ մաշացնում ես, ընդ որում գիտեք ինչն է շատ հետաքրքիր։
որ հենց այդ տեսությունով Ալիևը Նիկոլի հետ է վարվում եւ մեր հետ արդեն 2023-ից այսօր ամեն տարի ինչ որ տարածք կա հանձնվել Ալիևը չի շտապում, անում ամեն ինչ որ սրանք մնան իշխանության, բայց ընթացքում այսինքն Սալամին կտրելու պես բարակ անընդհատ ինչ որ բաներ ստանում են։ Եվ ես կասկած չունեմ իշխանապողությունից հետո մենք դեռևս այդքան բան ենք իմանալու։ Այդքան բան, որ կարող է տարիներ պետք լինի, որ այդ շոկից հետ գանք, թե ինչ էր իրականում հայ ազգի գլխին բերվել իդեմս Նիկոլին եւ իր թիմակիցներին։ Մարդիկ, որոնք ոչ մի սրբություն չունեն։ Մարդիկ, որոնք ինձ թույլ են տալի վեհապար հայրապետին դիմել անունով, ինչ ասես ասել։ Մարդիկ, որոնք որևէ կարմիր գիծ չունեն, մարդիկ, որոնք մտնում են ուրիշների ընտանիքներ։ Մարդիկ, իսկ դուք պատկերացնում եք ձեր ընտանիքները մտնեն ինչ կլինի։ Մի պահ պատկերացրեք ինչ կլինի։ Կարծում եմ կսարսափեք, եթե մտնեն ձեր ընտանիքները։ Ես միանշանակ կանգնած եմ հայ առաքելական եկեղեցու կողքին, միանշանակ պնդում եմ, որ վեհապար հայրապետը չպետք է որևէ դեպքում հրաժարվի գահից եւ պետք է մնա հայ առաքելական եկեղեցու առաջնորդ։ Անկախ նրանից Էջմիածինում են, Ֆրանսիայում, Ամերիկայում, թե Հայաստանում բանտում։ Նա է ընտրյալ վեհապար հայրապետը եւ նա պարտավոր է կատարել իր ծառայությունը, ինչպես եկեղեցական օրենքներն են ասում։ Ես ինքս ամեն ինչով պատրաստ եմ սատար կանգնել, համոզված եմ ինպես տասնյակ հազարավոր մարդիկ եւս։ Մենք նաեւ ականատեսնենք եղել նրան, որ մեր հայ ազգի ազգային հերոս, մեծագույն բարերար, շատ լավ մարդ, իսկական հայ, Սամվել Կարապետյանին հերիք էր մի նախադասություն ասեր ի պաշտպանություն եկեղեցու, նա ժամերանց կալանավորվեց։ Ընդ որում գիտեք ինչն է շատ հետաքրքիր։ Սամվել Կարապետյանը ասել է հետևյալը. Եթե քաղաքական ուժերը չեն կարողանում լուծել հարցը, մենք այդ հարցը կլուծենք մեր ձևով։ Եվ համանուն բանով էլ ստեղծվեց իր շարժումը։ Բայց ինչն է շատ հետաքրքիր, որ շարժման հարյուրավոր, հազարավոր մասնակիցներ այդ նույն նախադասությունը անցած 4-5 ամիսների ընթացքում տասնյակ հազարավոր անգամներ օգտագործել են։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունում բացառությամբ Սամվել Կարապետյանի կա որևէ եւս մեկ անձ, որի վրա բացվել է քրեական գործ մեր ձևով արտահայտությունը օգտագործելու համար։ Չկա։ Իսկ ինչ է սա նշանակում։ Սա բացահայտ ապացույց է նրա, որ Սամվել Կարապետյանի հանդեպ գնում է քաղաքական հաշվեհար։ Այս իշխանությունը որոշել է ձերբազատվել բոլոր ընդդիմադիրներից։ Դրա վառապացույցներ Գյումրիում տեղի ունեցած խայտառակությունը, երբ որ հարյուրավոր ոստիկաններով գնում են մեկ ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալելու։ Մինչդեռ կարելի էր ուղղակի հրավիրել իրեն հարցաքննության եւ ձերբակալել, բայց չէ, պետք է անպայման շոու անել։ Եվ ես կասկած չունեմ, որ գյումրեցի մեր քույրերը եւ եղբայրները երբեք չեն ների Նիկոլին այն, ինչ ինքը արեց Գյումրիում։ Եվ մյուս ընտրություններում իրենց ձայնով ցույց են տալու, թե ուր է Նիկոլի տեղը։ Ես կասկած չունեմ, որ վաղար շաբաթում եկող ընտրություններում մեր ժողովուրդը ցույց կտա իր իրական վերաբերմունքը Նիկոլի հանդեպ։ Ես կոչով դիմում եմ վաղար շաբաթի ընտրություններում, ես ինքս սատարում եմ հաղթանակ դաշինքը եւ կոչով դիմում եմ բոլորին քվեարկել հաղթանակ դաշինքին։ Եթե դեմ եք հաղթանակին, քվեարկեք այլ ընդդիմադիր ուժերին։ Բայց մենք պարտավոր ենք որպես ժողովուրդ Էջմիածինում ցույց տանք Նիկոլին, որ դու այլևս չունես Հայաստանում իշխանություն, որ քո իշխանությունը կախված է միմիայն իրավապահ համակարգից։ Այսինքն հստակ է, որ վաղաշաբաթում պետք է ընդդիմությունը ամենքեր փախտի, որպեսզի վերջնականապես հայ առաքելական եկեղեցու կործանմանը չհասնեն այս իշխանությունը։ Միանշանակ է, բոլորը պետք է դա գիտակցեն եւ նաեւ հասկանան հետեւյալը. Նիկոլը բազմիցս ազգային ժողովի ամբիոնից եւ ոչ արդեն միայն Նիկոլը, այլ նաեւ իր տարբեր տրամաչափի աշխատակիցներ հայտարարում են, որ եթե ժողովուրդը դեմ է
մեր արտահայտած գաղափարներին կամ մեր բռնացուղուն թող հեղափոխություն անի։ Բայց նաև պետք է հիշեցնել, չէ՞ որ այդ նույն ժողովուրդը փորձում էր հեղափոխություն անել, երբ որ սկսեցիք կարակել ժողովրդի վրա։ Բայց չկրակեիք։ Այդ նույն ժողովուրդն է, որի մեջ դու վախում ես առանց հարյուրավոր թիկնապանների մանկալ, այդ նույն ժողովուրդն է։ Որտես քեզ սատարում են, բախես թիկնապաներով մանկալ, այն որ հարյուրավոր։ Աշխարհում շատ քիչ մարդ կա, որ քո չափ անվտանգության աշխատակիցներ ունի, շատ քիչ։ Ավելին, մենք ցույց ենք տվել ի վերջո որպես ժողովուրդ, որ մենք դեմ ենք այս բոլոր քայլերին, ցույց ենք տվել Գյումրիում, ցույց ենք տվել Փարաքյարում, ցույց ենք տվել։ Ժողովուրդը ցույց ա տվել քո իրական տեղը, ու ասել է, որ ինքը դեմ է։ Եվ ես կասկած չունեմ, որ ցույց է տալու նաև վաղ շաբաթում, որտեղ դու ըստ տարբեր տարածող լուրերի օգտագործում ես խայտարակ ադմինիստրատիվ ճնշումներ բոլոր մարդկանց վրա։ Մարդկանց գործից հանում են միայն նրա համար, որ իրենք սատարում են ընդդիմադիր այս կամ այն գործչին։ Արա դու նախկիններից ես խոսում։ Չնայած ինքը զզվում եմ այդ թեզից նախկին, որտեղ իմ համար նախկին չկա։ Բայց դու նախկինից ես խոսում։ Նախկին բոլոր նախագահների արածները, վատ արածները իրար գումարեմ, բազմապատկեմ հազարի, քո մեկ տարվա ընթացքում արածին չի հասնում։ Մեկ տարում դու շատ ավելի շատ վնաս ես տվել Հայաստանին, ամեն մեկ տարին, կամ բոլոր նախագահները իրար հետ միասին։ Լավը մի կողմ եմ է դնում, ասում լավ, ամեն մեկն է ինչ-որ թերություն ունեցել է։ Այդ բոլոր թերությունները իրար գումարենք, դու այդքան ինչ մի տարի, մի ամսում ես անում։ Թե տնտեսության հետ ես նույնը անում, թե ժողովրդի հետ ես անում, թե քո բլոգերներով ես անում, դա մի խայտարակ բան է Հայաստանում կատարվում։ Մտնում ես Facebook, ամեն մեկը իրան դրել է լուրջ մարդու տեղ, ամեն մեկը բլոգեր է, ամեն մեկը լրագրող է, ամեն մեկը նյուզմեյքեր է, խայտարակություն է ուղղակի կատարվում։ Թուրքական պրոպագանդա է գնում խայտարակ Հայաստանի Հանրապետությունում, խայտարակ թուրքական պրոպագանդա է գնում, եւ կասկած չունեմ, որ այդ ամեն ինչը վերահսկվում է ձեր կողմից։ Դուք եք ժողովրդին փորձում այդ բանի մեջ պահել։ Հիմա էլ պարծենում եք, որ Ադրբեջանով ղազախական բան հացահատիկ է գալու Հայաստան, եկեք ծափ տանք բոլորս։ Հերիքա ժողովրդին էշի տեղ դնես։ Ծափ տվեք, արա։ Այ լրիվ է դա, ծափ տվեք։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեզ ուղղակի տնտեսապես մի քիչ բացատրեմ, տեսեք Ղազախստանը տարեկան շուրջ 16 միլիոն տոննա ծորեն է արտադրում, 16 միլիոն տոննա, 25 թվականի համար այդքանը պլանավորված։ Իր ներքին սպառումը 6 միլիոն է, ինչը նշանակում է, որ մոտ 10 միլիոն տոննա ծորեն այդ երկիրը ծախելու խնդիր ունի։ Եվ ի թիվս այլ շուկաների դիտարկել է նաև Հայաստանը։ Եվ այո, շատ հնարավոր է, որ ոչ Նիկոլը, ոչ Ալիևը այս բանի հետ ընդհանրապես կապ չունեն։ Չեմ զարմանա, եթե պարզվի Ղազախստանի նախագահն է խնդրել Ալիևին, ասել է, լսի, ճամփա տուր, ցորենս գա Հայաստան, շուկա է իմ համար։ Ընդ որում Ալիևը, երբ որ հայտարարություն անում էր, չի խոսացել իրենց տարածքով գնալ գալու մասին։ Այդ կոնկրետ խոսացել, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կարող է գնալ ցորեն։ Հիմա այլ բան կգնա, թե չգա, չգիտենք։ Չգիտենք հակառակ ուղղությամբ ինչ-որ բան գնալու է, չգիտենք։ Արդյոք դա տակը կա ինչ-որ տնտեսական հաշվարկ, իհարկե չգիտենք։ Բայց սրա տակ նաև կա ևս մեկ ռումբ։ Բոլորին պարզ է եւ դա գաղտնիք չէ, որ Հայաստանը այսօր մեծապես օգտվում է ԵԱՏՄ անդամ լինելով։ Հայաստանով դեպի Ռուսաստան զանազան ապրանքներ են գնում, զանազան։ Եվ հենց դրանով է պայմանավորված, որ այս վերջի 3-4 տարին այս ամբարները կարողանում են տնտեսության աճ ցույց տալ, որտեղ այդ աճը ոչ թե գեներացվում է մեր տնտեսության շնորհիվ, այլ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ Հայաստանի միջոցով շատ մեծ քանակների տավարներ են անցնում դեպի Ռուսաստան։ Եվ դա է պատճառը նաև, որ օրինակի համար Հայաստանում թիվ 1 հարկատուն բջջային հեռախոսների ներմուծող է, որը աբսուրդ է ինքնին։ Չի կարա դες բան լինի, չի կարա Հայաստանում բջջային հեռախոս ծախողը լինի թիվ 1 հարկատուն, բայց արի ուտես որ կարողանում է։ Եվ դրանով պարզ է, չէ՞, հեռախոսները ուր են գնում։ Բայց երբ որ դու հայտարարում ես, որ դու այլևս
կարող ես օգտագործել Ադրբեջանի տարածքը տարբեր ապրանքներ բերելու համար, դրսից քեզ կարող են պարտադրել, որպեսզի դու դադարեցնես Ռուսաստանի հետ քո առևտրաշրջանառությունը։ Եվ եթե առաջ դու կարողանում ես ասել, որ եղբայր, ես ուրիշ բան չունեմ, իմ միակ ապրելու եւ տնտեսապես շնչելու հնարավորությունը սա է, որտեղ այլ տեղերով չեմ կարող բան բերեմ, ապա հիմա հենց քեզ դեմ են տալու Ադրբեջանով ճանապարհը։ Ո՞ացնով ասում, չես կարող այն Ադրբեջանով բեր։ Ու ինչ անելու Նիկոլայի դեպքում, ոչ մի բան, ենթարկվելու է։ Իսկ որտեղ ենք մենք հայտնվելու այդ դեպքում, մենք հայտնվելու ենք Ադրբեջանից 100%-անոց կախվածության ներքո, 100%-անոց կախվածության։ Էլ չեմ ասում, որ այս վերջի 3-4 տարում գրեթե բոլոր ստրատեգիկ նշանակություն ունեցող բարձունքները այս իշխանությունը հանձնել է Ադրբեջանին։ Այսինքն ռազմական առումով դու այսօր շատ վտանգավոր վիճակում ես, որտեղ քո ստրատեգիկ բոլոր կարևոր տեղերը հանձնել ես, ընդ որում դրանից հետո հայտարարում ես, որ դեր էլի տարածքներ ունես հանձնելու, տակը մնում է տնտեսությունն էլ ես դու ուզում կողես Ադրբեջանի տակ։ Եվ երբ որ Ալիևը մի օր արթնանա ու ասի Հայաստան այսօր ցորեն չպետք է մտնի, դու կմնաս առանց ցորեն։ Այս ամեն ինչը տեղավորվում է Նիկոլի հակառուսական կռվի մեջ։ Եվ ինչպես բազմիցս հազարավոր անգամներ նշել ենք, այս մարդը բերվել է իշխանության կոնկրետ նպատակներ իրագործելու համար, Արցախի հանձնում եւ Ռուսաստանի Դաշնության ազդեցության զրոյացում այս տարածաշրջանում, եւ ինքը փայլուն ցավոք սրտի կատարում այն ինչ իրեն հանձնարարված է։ Այս ամեն ինչը գնում է դեպի Ռուսաստանի թուլացում Հայաստանում, բայց հավատացեք, այդ թուլացումը բերելու է այլ երկրի ազդեցության ուժեղացման, տվյալ դեպքում Թուրքիա եւ Ադրբեջանի։ Չի կարող Ամերիկան ուժեղացնի ներկայացումից դե։ Չի էլ ուզում, Եվրոպան է եւ չի կարող եւ չի ուզում, բայց Եվրոպան է, Ամերիկան է, շատ սիրուն հայտարարություններ են անելու, միանշանակ։ Խնդրում եմ պատմություն կարդացեք, օրինակ Google-ում գրեք Ուիլսոնյան Հայաստան, տեսեք ԱՄՆ-նախագահ Ուիլսոնի ժամանակ ինչ խոստումներ են ստացել։ Սևերի պայմանագիր բանը կարդացեք էլի, այդ ամեն ինչով անցել է ժողովուրդը։ Լավ չի կարելի այդ ասիչան չհարգել քո պատմությունը։ Այս ամեն ինչով անցել ենք։ Ես պնդում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն գոյատևելու որևէ շանս չունի։ Ավելին դառնալու է վիլայետ։ Ասեմ ավելին, արդեն մոտավորապես այդ վիճակում ենք, որտեղ քայլերը, որոնք այսօր այս իշխանությունը իրականացնում է, ձեռնտու են միմիան Թուրքիային եւ Ադրբեջանին, միմիային։ Իսրայելին էլ որոշ չափով ձեռ է տալի։ Հայ առաքելական եկեղեցու քանդումը, հարգելի հայրենակիցներ, աշխարհում շատ երկրների ձեռ է տալի։ Շատ հավատքների է ձեռ տալի, որտեղ մեր եկեղեցին շատ ավելի մեծ է, կամ Հայաստանի Հանրապետությունը։ Մեր եկեղեցու ազդեցությունը շատ ավելի լայն է, կամ ցանկացած հայ ազդեցությունը։ Մեր եկեղեցին դարերով իր ուրույն տեղը ունի աշխարհի բոլոր հոգևոր կենտրոններում։ Եվ իհարկե այդ ոլորտում էլ կա պայքար։ Եվ այդ պայքարում շատ մարդիկ հիմա ձեռները այսպես արած սպասում են, կարող է հայ առաքելական եկեղեցին փլուզել։ Եվ այդ ամբողջ պրոցեսը համակարգում է Նիկոլը։ Իրան էլ համակարգողներ իհարկե տերերի մեջ կան իրա։ Բայց մենք պետք է դա հասկանանք, որ մեզ փորձում են կազմա քանդել։ Մի օր Ադրբեջանից ցորենով խաբելով, մի օր մի եկեղեցի գողանալով մեր ժողովրդից, որ ապուշ ինչ-որ կոռուպցիոն բաներ բացահայտելով, կոռուպցիան հավատացեք ինձ, այս իշխանության օրոք այնինչ սրանք արել են այս 7 տարվա մեջ, նախադեպը չունի, երևի ամբողջ ՍՆԳ-ով, եթե նայենք նախադեպը չկա կոռուպցիայի սրա։ Սրանք բոլորը դոլարային միլիոնատերներ են արդեն դառել։ Ընդ որում ասեմ ձեզ մի բան, եթե Արցախը հիմա լիներ ու մեր արտաքին քաղաքականությունը ճիշտ լիներ, կյանքում չէի խոսա սրա մասին, կասի ավելին թքած կունենայի դրա վրա։
Մենակ թե ժողովուրդը լավ լիներ, Արցախն էլ լիներ։ Բայց ստացվում է, որ սրանք փողի դիմաց ամեն ինչ են պատրաստ հանձնել, ամեն ինչ, այդ թվում հայ առաքելական եկեղեցին։ Սրանք ժամանակին Արցախ էին փորկում, հիշում եք, սիրելի ժողովուրդ, սրանք էին ասում, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, որ Արցախի համար կյանքներս կտանք։ Հիշում եք ոնց էին փրկում Արցախը։ Հիշում եք ոնց էին հաղթում ամբողջ պատերազմի ընթացքում փակագծերի մեջ։ Այն նույն ձևի իրանք հիմա եկեղեցին են փրկում։ Նույն ձև։ Եվ դրա որպես հետևանք մնալու է քարուք հանդեղած Հայաստանի Հանրապետություն, քարուք հանդեղած եկեղեցիներով։ Դա իրանց համար լինելու է հաղթանակ, մեր համար պատիժ։ Ես հույս ունեմ, որ մեր հասարակությունը այս ամեն ինչը տեսնում է եւ հասկանում է։ Կրկին դիմում եմ վաղարշապատի մեր սիրելի քուրերին, եղբայրներին, ծնողներին, սիրելիներս ճիշտ ընտրություն արեք։ Շատ կարևոր է, որ հենց այս պահին վաղարշապատը եւ կողքի համայնքները խոշորացրել են, չէ՞, այդտեղ են խոշորացրել են, որ փորձեն կեղծել ընտրություն։ Շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն անի։ Մեր ժողովուրդը պետք է հենց Էջմիածինում Նիկոլին ցույց տալ տեղը։ Հավատացեք, այդ հաղթանակը շատ կարևոր է Հայաստան ազատագրելու ճանապարհին։ Գլխավոր կարևոր հաղթանակներից մեկը դա կնի։ Գյումրիները շատ կարևոր։ Ընդ որում ասեմ ձեզ, բնավ կարևոր չէ, որ Վարդան Ղուկասյանին կալանավորեն։ Կարևորը այն է, որ ընդդիմությունը կարողացել է Գյումրիում սրանք կարել։ Նույնը պետք է անենք Էջմիածինում։ Այդքանը Մարիամ ջան։ Թույլ կտամ։ Պարոն Վարդանյան, որ կսկսել չընդհատել, երկու հարց կա, որ կառանդասրել եմ։ Երեք հանրային հեռուստաընկերության եթերում հարցերից էր տալիս Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարար, ծանոթացել եք մի քանի հայտարարություններին։ 2025 թվականի բանակի մահվան դեպքերը զգալիորեն նվազել են, ասում է Պապիկյանը։ Այն իրականության մեջ, որ իրենք հասցրել են մեր բանակի միջավայրից արդեն հունվարի 1-ից, չէ՞, եթե չեմ սխալվում, այո 1.5 տարի է լինելու ծառայությունը։ Ես կխնդրեմ այս մասով ձեր գնահատականը տալ եւ նորից հիշեցնենք, որ դեռևս որևէ մեկը մասնավորապես իրենց այնցդ գլխավորության պատասխանատվություն չկրեց այն 15 տղաները, որ քննաստեղ ուղղակի վարվեցին։ Խնդրեմ։ Տեսեք, բանակի հետ կապված հետեւյալը պետք է մի քանի կարևոր բան ասենք։ Առաջինը, բանակը 1.5 տարի դարձնել է, ինչպես Սուրեն Պապիկյանը երեք նշում էր, ասում էր 21-25 թվականին մեր խոստումների մեջ էր, բա պետք է անենք։ Հիմա ծագում է հարց։ Տաղա ջան, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիան էլ էր ձեր խոստումների մեջ, բախի չարեցիք։ Բան էիք։ Թե անում եք միայն այն, ինչը կարող է ձեզ քվե բերել։ Հիմա ակնհայտ է, որ բանակը 1.5 տարի դարձնելով որոշ չափով կարող է մեր հայրենակիցների ինչ որ մի մասը ուրախանա, ասի, վայ ինչ լավ է, դե գրանք իրանց քվեարկենք։ Բայց սիրելի հայրենակիցներ, հետեւյալի վրա ուշադրություն դարձեք։ Այո, բանակը կարող է դառնալ 1.5 տարի եւ չեմ կարծում, որ որևէ ընդդիմադիր դրան դեմ է։ Մի այլ հարց է, որ ինչպես է բանակը դարձնում 1.5 տարի։ Դա դարձնելու համար դու պետք է առաջի հերթին ինչ անես, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը կտրուկ բարձրացնես։ Օրինակի համար պարեկի չափ փող գոնը ստանան մեր սահմանապահները։ Գոնը պարեկի չափ։ Այսինքն դու հայտարարում ես, որ պարեկը կարա կրթություն չունենա, բայց տալիս ես իրան 400-500 հազար դրամ աշխատավարձ ամիսը, սահմաննա պահող մեր զինվորներին տալիս ես, չգիտեմ, 150-160 հազար։ Ու քիչ է, ասում ես լավ բանակը դարձնեմ 1.5 տարի։ Այսինքն քայլերի հերթականություն կա, չէ՞ պետք է տնտեսական հաշվարկ ամեն ինչի տակը լինի։ Բայց չէ, այստեղ ոչ մի հաշվարկ չկա, այստեղ միակ հաշվարկը այն է, որ այրի հայտարարեն, կարող է մի 10,000 ձեն ավել հավաքենք ընտրություններին։ Ես էլ ասում եմ, որ ընդդիմությունն էլ շատ հնարավոր է, որ բանակը 1.5 տարի դարձնելու բանը վատ չգնահատի, ինքը վատ բան չի։ Վատ բան չի, եթե դու կարողանում ես դրան նախապատրաստվել։ Այսինքն, առաջի հերթին հայտարարում ես, որ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կտրուկ բարձրանում, այդ դեպքում դու այդ բաց զինծառայողների կարող ես դրա հաշվին լրացնել։ Սա շատ կարևոր է։ Բացի դրանից, երբ որ Սուրենը Պապիկյան ասում է բանը օգոստոսի 8-ից հետո լուրջ միջադեպեր հայ-ադրբեջանական սահմանում չեն եղել։ Հիմա չգիտեմ, իր մոտ լեզվի սայթակում է եղել թե ինչ, Մարիամ ջան,
Բայց երբ որ պաշտպանության նախարարը ասում է, որ լուրջ միջադեպեր չեն գրանցվել, ինքը չի ասում, որ ոչ մի միջադեպ չի գրանցվել։ Այստեղ է մոտ հարց է ցակում, իսկ կարող է ինչ-որ միջադեպեր են գրանցվել, որոնց մասին ուղղակի ընդհանրապես չեք էլ ասում։ Ես ցիտում եմ ինքը ասեց հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Ինչ իր մեջ ներառում է մի փաստ, որ փաստորեն ինչ-որ միջադեպեր եղել են, նույնիսկ օգոստոսի 8-ից հետո, եւ մեր հասարակությանը դրա մասին տեղյակ չի պահվել։ Ասեմ ավելին, 2018 թվականի Նիկոլիև Ալիևի հանդիպումից հետո, վերելակային բանակցություններից հետո, կրկին շուրջ 2 տարի լուրջ միջադեպ չի եղել։ 2 տարի Նիկոլը պարծենում էր, թե ինչ հանգիստ է սահմանների վրա։ Եվ 2 տարի անց տեղի ունեցավ 20 թվականի դավաճանական պատերազմը 44 օրյա։ 2 տարի ժողովրդին խաբեցին խաղաղությամբ եւ վերջում բերեցին պատերազմ։ Միգուցե հիմա էլ է նույնը կատարվում, ժողովրդին կրկին խաբում են խաղաղությամբ, որպեսզի կորզեն քվեները, հետո ամբողջությամբ է ժողովրդին մտցնեն Թուրքիայի եւ Ադրբեջանի տակ։ Սա է, որ մեր ժողովուրդը պետք է գիտակցի։ Ասում եք գնում եք վերջին սերնդի զենքեր, Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում եւ իր սպառազինությունն ու բանակ օգտագործելու եւ միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Հայաստանի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք։ Հիմա հարց, պարոն Վարդանյան, ջերմուկի օկուպացված հատվածը մերն է թե ոչ։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում սուվերենությունից, ինքնիշխանությունից եւ անկախությունից իրավունք ունեն խոսալ բոլորը, բացառությամբ ԿՓ-ի բոլոր ներկայացուցիչների, բոլոր անխտիր, որտեղ հենց իրենք են Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, անկախությունը դրել կասկածի տակ։ Իրենք են հանձնել Արցախի Հանրապետությունը։ Իրենք դրա մասին ընդհանրապես խոսալու իրավունք չունեն, բայց կրկնում եմ, իրենք գնում են ժողովրդին խաբելու ճանապարհով։ Գիտես ինչ, երբ նա ասում է, որ մենք ընտրել ենք գերժամանակակից զենքեր առնելու ճանապարհը, ես զենքի մասնակից չեմ։ Չեմ կարող շատ մանրամասների մեջ գնում, բայց կարող եմ միանշանակ մի բան ասել, որ այն զենքը, որը Հայաստանը գնել է Հնդկաստանից, ընդ որում վստահ չեմ զենքը հասել է, չի հասել, բայց որոշ ուսումնասիրություններ ինտերնետի միջոցով կատարել եմ եւ պարզել եմ, որ այդ զենքը որևէ տեղ փորձարկում չի անցել։ Որևէ տեղ։ Ընդ որում շատ հետաքրքիր է, որ Հնդկաստանից մենք առնում ենք մի զինատեսակ, որի նմանակը Հնդկաստանը առնում է Ռուսաստանից։ Շատ հետաքրքիր է, չէ՞։ Այսինքն Հնդկաստանը իր արտադրածին այդքան չի վստահում, առնում է Ռուսաստանից, իսկ մենք Հնդկաստանից առնում ենք այն, ինչ Հնդկաստանը արտադրել է։ Ընդ որում չստեղծի տպավորություն, որ որևէ կերպ վատ վերաբերմունք ունեմ Հնդկաստանի մեր քույրերի եւ եղբայրների նկատմամբ, իհարկե ոչ։ Շատ հարգում ու սիրում եմ Հնդկաստանը, ասեմ ավելին, եղել է որ 3 ամիս ապրել եմ Հնդկաստանում, շատ լավ ներսից ճանաչում եմ այդ երկիրը։ Բայց երբ որ խոսքը վերաբերվում է իմ երկրի անկախությանը, իմ երկրի սպառազինությանը, ես ընկերներ չունեմ այդ ոլորտում։ Եվ պարզ հարցախոզը, որը կատարել եմ ինտերնետում, ցույց է տալի, որ այդ զինամթերքը, որը գնվել է Հնդկաստանից, չի անցել ապրոբացիա ոչ մի տեղ։ Չի օգտագործվել ռազմական իրավիճակում։ Եվ շատ մեծ հարց է ռազմական իրավիճակում արդյոք այդ զենքը պիտանի է ընդհանրապես թե ոչ։ Այսքան։ Եվ նորից ձեր կոչը վաղը չգնալ է սադրանքներին իհարկե, ավելին, շապատություններն է։ Կրկին օգտվելով այս առիթից, սիրելի հայրենակիցներ, որոնք մասնակցելու են նոյեմբերին վաղաշաբաթ համայնքում տեղի ունեցող ընտրություններում։ Դուք չեք ընտրում համայնքապետ։ Հայաստանում բոլոր ընտրությունները վերածվել են շատ լուրջ քաղաքական որոշումներ կայացնելու պահին։ Դուք չեք ընտրում միայն համայնքապետ, դուք նաև ընտրում եք Հայաստանի ապագա։ Այդ Հայաստանի ապագան, որը այս իշխանությունն է ձեզ տալի, դա անհայրենիք, անկրոն, անդեմ Հայաստանն է։ Եթե դուք դրան դեմ եք,
Իսկ ես կասկած չունեմ, որ մեր հասարակության 99%-ը դրան դեմ է։ Նույնիսկ նիկոլականներ կան, որոնք չեն գիտակցում, թե իրականում ինչ է կատարվում, ու եթե իրանք ճիշտ ինֆորմացիան ստանան, իրանք էլ են դեմ լինելու այս ամենին։ Սիրելի հայրենակիցներ, ընտրություններին ընտրեք ընդդիմադիրներին։ Ես կոչով դիմում եմ ընտրել հաղթանակ դաշինքը։ Դեմ եք հաղթանակին, ընտրեք այլ ընդդիմադիր ուժի։ Բայց հիշեք, որ ձեր ընտրությունը սոսկ քաղաքապետի կամ համայնքի ղեկավարի ընտրություն չէ։ Ձեր ընտրությունը չարի ու բարի միջև է։ Ժամանակին Հայկոն, սրիկան նախին քաղաքապետը, բաժանեց մեր հասարակությունը սև ու սպիտակի։ Տեսեք ինչ է իրականում դրանից հետո կատարվել։ Նիկոլը կարողացել է ստեղծել իր ընտրող մասսայի մեջ մի տպավորություն, որ եթե ինքը պարտվի ու գնա, ու գան ուրիշ ուժեր, ապա այդ ուրիշ ուժերը բոլորին վերացնելու են։ Ով քվեարկել է Նիկոլին պիտի վերացնեն։ Բայց իրականությունը լրիվ այլ է։ Լրիվ այլ է։ Իմ համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բոլորը շատ կարևոր են, անկախ դրանից ում են ընտրել։ Բայց իմ համար նաև կարևոր է, որ թվով մոտ 100 հոգի, 100-ից 150 հոգի պետք է Հայաստանի Հանրապետության օրենքների համապատասխան իրենց պատիժը ստանան։ Մեր երկիրը դավաճանելու, Արցախը հանձնելու, Հայաստանի անկախության վրա քարկցելու եւ իր ժողովրդին թրքացնելու համար։ Եվ դա բնավ կապ չունի Նիկոլին ընտրածների հետ։ Սիրելի հայրենակիցներ, մի գնացեք այդ արհեստական օրակարգով կիսվելու։ Կներեք։ Մի կարծեք, որ իշխանապողության դեպքում ձեզ որևէ մեկը վնաս է տալու։ Չկա նման բան։ Չկա եւ չի էլ կարող լինել։ Մենք բոլորս հայ ենք, բացառությամբ մեծ իշխողների։ Մենք բոլորս հայ ենք եւ պետք է կարողանանք ամբողջ աշխարհին ցույց տանք, որ կան թեմաներ, որոնցում մենք իրար մեջ կռիվ չունենք։ Այդ թեմաներից մեկը հենց հայ առաքելական եկեղեցին է։ Այդ թեմաներից մեկը մեր անկախությունն է։ Այդ թեմաներից մեկը Արցախն էր։ Դրա համար սիրելի նակիցներ, օգտվելով առիթից կրկին ճիշտ ընտրություն կատարեք եւ կրկին հիշեք, դուք չեք ընտրում համայնքապետ։ Դուք ընտրում եք ձեր երեխու ապագան։ Դուք ընտրում եք ձեր թոռան ապագան։ Եվ ընտրությունների գնալիս մտածեք։ Դուք ուզում եք, որ ձեր երեխան կամ թոռը մեծանա հայկական Հայաստանում, թե թուրքական վիլայեթում։ Այդ որոշումը, որ կատարեք ինձ թվում է ընտրությունը ձեր համար արդեն ակնհայտ կլինի։ Այսքանը Մարիամ ջան։